Ձնհալից հետո աստիճանաբար տեսանելի են դառնում Երևանի քանդված ու վնասված ճանապարհները։ Նախորդ տարի քաղաքապետարանը բյուջեից 3 միլիարդ դրամ էր հատկացրել Երևանի ասֆալտբետոնե ճանապարհների վերանորոգման եւ ծախսերի համար։ Վերանորոգված ճանապարհները, սակայն, կրկին վնասվել են, գլխացավանք դառնալով վարորդների համար։ Շինարարության եւ բարեկարգման վարչությունից հայտնում են, այս տարի վնասված փողոցների գույքագրումն ու նորոգումը դեռ հունվարից են սկսել։ Փողոցներ շատ կան, որ վնասված են, օրինակ Աճարյան փողոցում ունենք խնդիրներ, հունվար ամիսվա ընթացքում 2 անգամ արդեն փակել ենք, բայց դե էլի ջրերը նորից մաքրում են, փոսերը նորից բացվում են, որովհետև հիմնական դինքը հնարավոր չի այս պայմաններում նորոգել։ Այս տարի նախորդի համեմատ քաղաքային բյուջեից 4 միլիոն դրամով պակաս գումար է հատկացվել ասֆալտի վերանորոգման համար 2.6 միլիարդ դրամ։ Մրցույթը կայացել է, ընտրվել է 5 կապալառու, պայմանագրերը կնքվել են 200,000 քառակուսի մետր տարածքում փոսալցման աշխատանքներ կատարելու համար։ Դարփինյանը փոխանցեց, հիմնական փոսալցման աշխատանքները կսկսեն, երբ եղանակը բարենպաստ լինի եւ գետինը չորանա։